որոշում կայացնելուց առաջ անպայման խորհրդակցեք փաստաբանի հետ։ Մեղադրյալը կարող է օգտվել այդ իրավունքից ցուցմունք տալ, թե չտալ։ Եթե պարզվի, որ սուտ ցուցմունք եք տվել, կհենթարկեք քրեական պատասխանատվության։ Հարցաքննությունը սովորական զրույց չէ։ Եթե որոշ տեղեկություններ լավ չեք հիշում կամ չեք հիշում, ավելի լավ է քննիչին ասել, որ չեք հիշում, քան թե այլ տեղեկություններ հայտնեք։ Ստորագրելուց հետո սովորական թուղթը վերածվում է փաստաթղթի։ Փաստաբանի հետ ներկայանալը դա դեռ չի նշանակում, որ դուք մեղավոր եք կամ ինչ-որ թաքցնելու բան ունեք։ Քննիչը պարտավոր է ձեզ պարզաբանել, որ դուք կարող եք օգտվել ձեր լռելու իրավունքից եւ ձեր հրաժարումը ցուցմունք տալուց չի կարող օգտագործվել ի վնաս ձեզ։ Այսօր խոսենք հարցաքննություններին հրավիրելու մասին եւ կարգավիճակների մասին։ Հարցաքննության հրավիրում են սովորաբար ծանոթագրերով, սակայն այդ ծանոթագիրը կարող է նաեւ լինել էլեկտրոնային տարբերակով։ Հնարավոր է նաեւ հեռախոսազանգի միջոցով վարույթ իրականացնող մարմինը հրավիրի հարցաքննության օրինակ վկային։ Սակայն որպես վկա, երբ որ գնում եք հարցաքննության, պարզ մի կանոն իմացեք։ Ձեզ հետ պետք է լինի փաստաբան։ Եթե դուք գնաք քննչական մարմին եւ առանց փաստաբանի ներկայանաք, հետագայում ձեզ նման հնարավորություն կարող է եւ չտրվել, այնպես որ գնալուց առաջ մտածեք եւ որոշում կայացնելուց առաջ անպայման խորհրդակցեք փաստաբանի հետ։ Այո։ Պարոն Մարտիրոսյան, ինձ զանգահարել են քննչական կոմիտեից, կանչում են հարցաքննության։ Ինչ անեմ, գնամ թե ոչ։ Առանց ինձ ոչ մի տեղ չես գնում, ասա թող ծանոթագիր ուղարկեն, միասին մենք կներկայանանք։ Եթե ձեզ կանչում են քննչական մարմին հարցաքննության, ապա նախ ամենաառաջինը զանգահարում եք փաստաբանին, օրը եւ ժամը պայմանավորում եք նրա հետ եւ այցելում եք միայն փաստաբանի հետ հարցաքննության։ Հետագայում առանց փաստաբանի այցելելու դեպքում հնարավոր է ձեզ այլևս ժամանակ չտրամադրվի փաստաբան հրավիրելու համար։ Հիմա ես ձեզ կբացատրեմ, ինչ տարբերություն կա վկայի, մեղադրյալի կամ տուժողի կարգավիճակում հարցաքննության ներկայանալիս։ Եթե վկա եք, դուք պարտավոր եք ցուցմունք տալ։ Ցուցմունք տալը վկայի եւ տուժողի համար պարտականություն է, իսկ մեղադրյալի համար դա իրավունք է։ Մեղադրյալը կարող է օգտվել այդ իրավունքից ցուցմունք տալ, թե չտալ եւ հարցերին պատասխանել, թե չպատասխանել։ Սակայն տուժողը եւ վկան իրավունք չունեն հրաժարվել ցուցմունք տալուց։ Սակայն եթե մեղադրյալը համաձայնվում է հարցաքննության եւ ցուցմունք տալ, ապա հետագայում իրավունք չունի սուտ ցուցմունք տալու, այնպես որ ցուցմունք տալուց առաջ նախ լավ մտածեք, արդյոք ցանկանում եք ցուցմունք տալ եւ հարցերին պատասխանել եւ հետագայում նոր արդեն տվեք ցուցմունքը, որովհետեւ այն հետո ձեզ համար կարող է լինել ճակատագրական։ Եթե ձեզ որպես վկա հրավիրել են հարցաքննության, դա դեռ չի նշանակում, որ դուք միշտ էլ վկա եք մնալու։ Շատ հնարավոր է հարցաքննության հենց ավարտին դուք արդեն ունենաք այլ կարգավիճակ, մեղադրյալի կարգավիճակ, այնպես որ եթե գնում եք հարցաքննության, գնացեք փաստաբանի հետ, խորհրդակցեք նախապես դրա հետ կապված, որովհետև հնարավոր է արդեն ուշ լինի եւ նման հնարավորություն ձեզ չտան։ Շատերը մտածում են, որ կարող են օրինակ ցուցմունք չտալ կամ լռել, հարցերին չպատասխանել, դա այդպես չի, քանի որ քրեական դատավարության ընթացքում կան իրավունքներ եւ պարտականություններ ցուցմունք տալու իմաստով։ Որոշ կարգավիճակում դա իրավունք է եւ որոշ կարգավիճակում դա պարտականություն։ Օրինակ, եթե դուք վկա եք, դուք պարտավոր եք ցուցմունք տալ եւ չեք կարող հրաժարվել ցուցմունք տալուց։ Դուք կարող եք միայն մեկ դեպքում հրաժարվել ցուցմունք տալ, այն էլ ձեր վերաբերյալ, ձեր մերձավոր ազգականի կամ ամուսնու նկատմամբ։ Այլ դեպքերում դուք պարտավոր եք ցուցմունք տալ։ Նույնն է նաև տուժողի դեպքում, որ պարտականություն է ցուցմունք տալու։ Սակայն մեղադրյալի դեպքում արդեն սա ոչ թե պարտականություն է, այլ իրավունք։ Եվ մեղադրյալն է որոշում օգտվի այս իրավունքից թե ոչ, բայց եթե պատասխանում է հարցերին, ապա անպայման արդեն պետք է ճիշտ պատասխանի հարցերին եւ ճիշտ ցուցմունք տա, թե չէ կենթարկվի քրեական պատասխանատվության։ Եթե դուք վկայի կարգավիճակով ներկայացել եք քննչական եւ ցուցմունք եք տալիս, ամեն հարցին պատասխանելուց առաջ մտածեք, որովհետեւ շատ կարեւոր է թե ինչ պատասխաններ եք տալիս քննչականին։ Հետագայում դրանք արդեն ուղղելու, փոխելու տարբերակներ կարող են եւ այլևս չլինել եւ ընդհակառակը, եթե պարզվի, որ սուտ ցուցմունք եք տվել, կենթարկեք քրեական պատասխանատվության, այնպես որ քննչական մարմիններում մինչև հարցաքննությունը սկսելը
կարճ խորհրդակցեք փաստաբանի հետ, փաստաբանի մասնակցությամբ մասնակցեք քննչական գործողություններ եւ հիշեք, եթե նույնիսկ փաստաբանի հետ եք մասնակցում քննչական գործողություններին, փաստաբանը ձեր փոխարեն չի պատասխանելու այդ հարցերին եւ ոչ էլ միջամտելու եւ պարզաբանելու է, ընդհանրապես նա նրա համար է, որ ձեր իրավունքները չխախտվեն, այնպես որ դուք եք պատասխանում քննիչի հարցերին, մտածեք պատասխանելուց առաջ եւ նոր պատասխանել հետագայում նման հնարավորություն չի լինի, որ փոխեք այդ ցուցմունքները։ Եթե նախկինում մեղադրյալը իր պաշտպանության համար ցանկացած բան կարող էր ասել քննչականում, հիմա արդեն նոր քրեական դատավարության օրենսգրքում նման հնարավորությունը բացառվում է։ Մեղադրյալի կարգավիճակում կարող եք հրաժարվել ցուցմունք տալուց։ Եթե որոշ տեղեկություններ լավ չեք հիշում կամ չեք հիշում, ավելի լավ է քննիչին ասել, որ չեք հիշում, քան թե այլ տեղեկություններ հայտնեք։ Հարցաքննությունը սովորական զրույց չէ։ Եթե ինչ-որ ցուցմունք եք տալիս, դա հետագայում օգտագործվելու է որպես ապացույց, եւ նույնիսկ կարող է ձեր դեմ օգտագործվել կամ վարույթով անցնող այլ անձի դեմ օգտագործվել։ Այնպես որ դուք հետագայում չեք կարողանալու դատարանում կամ այլ գործողությունների ժամանակ ասել, որ ես նման բան չեմ ասել կամ փոխեք ձեր ասածը, որովհետեւ արդեն նոր քրեական դատավարության օրենսգրքով բոլոր հարցաքննությունները նկարահանվում են եւ ապացույցը ոչ թե թղթի վրա արձանագրվածն է, այլ տեսանյութը։ Եվ եթե դուք հակասեք հետագայում ձեր ցուցմունքին կամ դատարանում այլ ցուցմունք տակ էական հակասություններով, ապա կհրապարակվի ձեր ցուցմունքը եւ այդ դեպքում ձեզանից պարզաբանում կպահանջեն, թե ինչպես ստացվեց, որ նախկինում այսպես եք ասում, հիմա այսպես եք ասում։ Հարցաքննությունը ավարտվում է արձանագրության կազմամբ եւ վերջում տրամադրվում է ընթերցելու, ծանոթանալու եւ ստորագրելու։ Անպայման ուշադիր կարդացեք, ծանոթացեք ինչ է արձանագրված եւ նոր ստորագրեք։ Հետագայում դուք չեք կարող ասել, որ ինձ տվեցին եւ ստորագրեցի, ես չեմ կարդացել, որովհետեւ նորից եմ կրկնում, տեսագրվում է հարցաքննությունը եւ ապացույցը ոչ թե թղթային արձանագրությունն է, այլ տեսանյութն է։ Թղթային արձանագրությունը ընդհանրապես համառոտ արձանագրված է քննչական գործողությունը, սակայն ձեր ցուցմունքը տեսագրվում է եւ հենց այդ տեսանյութն է օգտագործվում որպես ապացույց։ Դուք չեք կարող ասել հետագայում, որ ինձ վրա ճնշում է գործադրվել, ես չեմ կարդացել, չեմ տեսել, որովհետեւ ոչ թե հիմքը այդ արձանագրությունը լինելու, այլ տեսանյութը։ Լինում են դեպքեր, երբ որ տեսանյութը եւ թղթային արձանագրության մեջ տարբերություններ է լինում։ Դրա համար ուշադիր կարդացեք այդ արձանագրությունը, եթե ունեք առարկություններ, հայտնեք եւ ստիպեք քննչական մարմիններին, որ այդ առարկությունները արձանագրվի թղթային արձանագրության մեջ։ Ստորագրելուց հետո սովորական թուղթը վերածվում է փաստաթղթի եւ քննչական գործողություններում այն կարող է լինել նաեւ ապացույց եւ դատարանում կարող է հանդիսանալ ապացույց։ Այնպես որ փաստաթուղթը ստորագրելուց առաջ անպայման կարծացեք ինչի տակ եք ստորագրում, որովհետեւ հետագայում դա ձեր համար պարտականություններ կառաջացնի եւ նաեւ կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն, եթե ստորագրեք սուտ ցուցմունքի տակ։ Եթե ձեզ հրավիրել են հարցաքննության, անպայման ամենասկզբից հենց միանգամից խորհրդակցեք փաստաբանի հետ եւ փաստաբանի հետ ներկայացեք վարույթ իրականացնող մարմին։ Փաստաբանի հետ ներկայանալը դա դեռ չի նշանակում, որ դուք մեղավոր եք կամ ինչ-որ թաքցնելու բան ունեք։ Ընդհակառակը փաստաբանը օգնում է եւ աջակցում է ձեզ վարույթի ընթացքում, որպեսզի ձեր իրավունքները չխախտվեն։ Եթե մտածում ես փաստաբանի միջոցով ներկայանաս քննչական հարցաքննության, ապա կմտածեն, որ դու ուրեմն ինչ-որ թաքցնելու բան ունես, դա այդպես չի։ Եթե փաստաբանի միջոցով եք գնում քննչական հարցաքննության, ապա դա նշանակում է դուք գիտեք ձեր իրավունքները եւ գիտեք ձեր իրավունքները պաշտպանել։ Փաստաբանը ձեր կողքին է, որպեսզի ձեր իրավունքները չխախտի, ոչ թե նրա համար է, որ ձեր փոխարեն պատասխանի քննիչի հարցերին։ Հարցաքննության ժամանակ քննիչը կարող է տարբեր հնարքներ կիրառել, որպեսզի կարողանա հարցաքննվողից իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ։ Սակայն հոգեբանական ճնշում կիրառել կամ ֆիզիկական բռնություն գործադրել նման բաներ չի թույլատրվում եւ հնարավոր էլ չէ, քանի որ տեսագրվում է հարցաքննությունը եւ եթե փաստաբանի ներկայությամբ է այդ իրականացվում, ապա այս դեպքում բացառվում է նման գործողությունները, այնպես որ հարցաքննություն ներկայանալիս գնացեք փաստաբանի հետ, որովհետեւ փաստաբանը եթե նկատի որ ձեր իրավունքները հարցաքննության ընթացքում խախտվում են, նա կարձագանքի դրան եւ կարձանագրվի նաև արձանագրության մեջ, որ կար ձեր իրավունքների խախտում։ Եղել են չէ դեպքեր, երբ որ ձեզ հրավիրել են որպես վկա հարցաքննության, սակայն իրականում այնպիսի հարցեր է տվել քննիչը, որ ձեզ մոտ արդեն ենթադրություն է առաջացել, որ ձեզ հարցաքննվում են արդեն կասկածի շուրջ եւ ձեր ցուցմունքը կարող է ձեր դեմ օգտագործվել կամ ձեր մերձավոր ազգականի։ Այդ դեպքում քննիչը պարտավոր է ձեզ պարզաբանել, որ դուք կարող եք օգտվել ձեր լռելու իրավունքից եւ ձեր հրաժարումը ցուցմունք տալուց չի կարող օգտագործվել
օգտագործվել ի վնաս ձեզ։ Այնպես որ իմացեք եւ պաշտպանեք ձեր իրավունքները։